հետաքրքիր չէ բյուջեն երբ են վերաբաշխում, երբ են ով է դերաբաշխողը եւ այլն։ Մի բան էլ հիմա հուլիսի 1-ից այդ ամսեր հավելյալ ժամկետը, որոնց առաջ են գնացել, ավարտել է։ Հունիսի 1-ից այլևս մինչև մայիս էր երկարացվել, հունիսի 1-ից այլևս չկա, դրան զուգահեռ Վերադառնում են իրենց նախորդ պայմաններին։ Այո, ապրիլից որ պետք է գործարկվեր հրատապաջակցության լրացուցիչ ծրագիր, սակայն ցավոք սրտի այդ հրատապաջակցության ծրագիրը նույնպես ոչ մի էական տեղաշարժ չի ունենալու տեղահանվածների կյանքում, որովհետև այն կոնկրետ նախատեսված է 3000 ընտանիքի համար։ Սակայն ես ունեմ բազմաթիվ փաստեր, որ այդ ծրագիրը լրացրել են գրեթե բոլոր տեղահանված ընտանիքները։ Այսինքն սա ինչ ցուցիչ է, սա ցուցիչ է, որ տեղահանված բոլոր ընտանիքները, այն գրեթե 100,000-ը, ովքեր դեկտեմբերից հետո շարունակում են ստանալ այդ 40,000-ները, 50 հետո 40,000-ները, բոլորը իրենց համարում են ծրագրի շահառու։ Եվ ես իրենց հետ համամիտ եմ, որովհետև եթե մարդկանց բնակարանային խնդիրը, որը առաջնային խնդիր է ապրելու համար, ամենակարևոր խնդիրն է, եթե այդ խնդիրը չի լուծվել, ապա պետք է այդ կարճաժամկետ ծրագիրը, որը իրականացվում է, շարունակվի այնքան ժամանակ։ Մեկ շնչով, տեսեք, 40+10 տրամադրվում էր մինչև նախորդ տարվա դեկտեմբեր, որից հետո 50,000 դրամ 3 ամսյա ժամկետով մինչև մարտ այն անձանց համար, ովքեր Հայաստանի Հանրապետությունում չունեին սեփականություն, որ մինչ այդ ստանում էին 10,000-ական դրամ, այլևս 10,000-ականի բաղադրիչը վերացվեց եւ այդ 50,000-ը արդեն մարտից հետո դարձավ 40,000։ Ես ուղղակի չեմ հասկանում Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական կյանքում ինչպիսի դրական տեղաշարժեր են կատարվում, որոնք այդպիսի մեծ ազդեցություն են ունենում տեղահանվածների կյանքի վրա, որ այդ 50,000-ները այդպես աստիճանական նվազումով 40,000, իմիջիայլոց հուլիսի 1-ից արդեն պետք է դառնա 30,000 դրամ։ Հիմա եթե զուգահեռ անցկացնենք, այսօր բնակարանային անշարժ գույքի շուկայում ահավոր վիճակ է։ Մենք շատ լավ գիտենք ինչ տեղի ունեցավ 22 թվականին, երբ Ռուսաստանից մեծ ներհոսք սկսվեց Հայաստանի Հանրապետություն պայմանավորված ռուս-ուկրաինական ստեղծված իրավիճակով։ Հիմա մենք արդեն հարավային սահմանից ունենք ներհոսք, իհարկե կարող է այդ թվերը դեռևս մտահոգիչ չլինեն, սակայն իրականությունն արդեն իսկ մտահոգիչ է, որովհետև անշարժ գույքի շուկայում արդեն իսկ մենք տեսնում ենք թռիչքաձև բարձրացումներ եւ մենք դրան զուգահեռ տեսնում ենք, որ տեղահանված հայրենակիցները դարձել են խոցելի։ Ինչու՞։ Հիմա շարունակեմ։ Դարձել են խոցելի, որովհետև արդեն ի հայտ են գալիս ավելի վճարունակ բնակարան վարձակալողներ, որոնք ավելի այս պահին վճարունակ են եւ նրանց իհարկե բնակարանների տերերը արդեն իսկ զգուշացնում են, որ եթե այս ուշացումները շարունակվեն, ապա հնարավոր է, որ ձայնս քիչ հանգիստ ջուր կմոտեցնեք, որ խնդրեմ։ Օրինակ հազար փողան տալիս։ Ես սա ձեր հարցերը պատասխանում։ Լավ, ոնց որ ձայնս եկավ։ Հա, թվի մասին, հա, պաշտոնական թիվ չկա, հա, թե քանիսն են զրկվել, քանի հազար արցախցի սոցիալական աջակցության ծրագրից մոտավոր թվեր ասեմ, որ 50%-ից ավելին հաստատապես չի շարունակելու ստանալ։ Իսկ եթե այսօր ունենք 100,000, գրեթե 100,000, 99,000 պլյուս, ապա պարզ է, որ դրա կեսը եթե չստանա, արդեն իսկ մեծ խնդիր է լինելու։ Եվ ես շարունակեմ իմ միտքը, որ այո, տարբեր ներհոսքերը նաև նպաստում են, որպեսզի տեղահանվածներին ստիպեն կամ պարտադրեն, որ կամ ժամանակին վճարեն իրենց բնակարանների վարձերը, կամ էլ ազատեն բնակարանները, որպեսզի ավելի վճարունակ մարդիկ կան, իրենք ավելի նախընտրելի են եւ հենց իրենք արդեն իրենց բնակարաններից կօգտվեն։ Ես 1 րոպե ներողություն եմ խնդրում։ Հա, ես վերջում բոլորիդ, հա, սիրելի հայրենակիցներ, մեր տեղահանվածներին եմ ասում, բոլորիդ հարցերին պատասխանելու եմ, բոլորիդ անձամբ, ակցիայի ավարտից հետո բոլորիդ մոտենալու եմ եւ բոլորի հարցերին պատասխանելու եմ։ Հա։
մի բան էլ ես չլսեցի, որքանով է հիմա կրճատում Շահառունի վեճը եւ ոնց հասկացա մայիս ամսվանը չեք ստացել 40 օր ուշացել։ Մայիս ամսվանը դեռևս մայիս ամսվա առաջ կկանեք։ Բնակ վարձերը դեռևս մարդիկ չեն ստացել, իսկ ինչպես գիտենք Հայաստանի Հանրապետությունում ընդունված է, որ պետք է կանխավճարով բնակ վարձը տրամադրեն եւ մարդիկ ապրեն տվյալ ամսվա համար։ Այսինքն մայիս ամսվա գումարները մարդկանց մեծ մասը արդեն իսկ կամ վարկ է վերցրել, կամ պարտք է վերցրել, ինչ ով ինչպես կարողացել է եւ հիմա փաստացի խնդրի առջև են կանգնել։ Ու նաեւ դրան զուգահեռ բնակարան տրամադրողները արդեն նրանց մեջ տեսնում են խնդիր։ Եթե այսօր չի կարող վճարել ունենալով որ հետո ստանալու է, վաղը եթե այդ ստանալու հանգամանքը չլինի, ընդհանրապես հնարավոր է ասեն ազատեք բնակարանները։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը որ հարցում է, իրանք մի ամբողջ ցանկ են ներկայացնում, թե ինչ հրաշալի ծրագրեր են իրականացնում Արցախից իսկ իրենց խոսքերով լղերից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար։ Այդ օրինակ այդ ծրագրերից մեկն է, որ գիտեմ, ձեզ աշխատանքով են ապահովում, ինչ որ ներգրավում են ինչ որ տարբեր ընկերություններում աշխատանքի, նաեւ բնակարանային ապահովման ծրագրեր են իրականացում արտոնյալ վարկեր։ Դուք այս ամեն ինչից օգտվում եք եւ սրանք ռեալ են թե ոչ։ Կան օրինակ ձեր շրջապատում մարդիկ, որոնք սոցիալ նախարարության ջանքերով օգտվել են ծրագրից, դարձել են ինչ որ աշխատանքի տեր, միտեղ աշխատանք են տեղավորվել։ Բնականաբար ոչ ոք չի կարող ժխտել, որ ծրագրեր իրականացվում են, սակայն դրանք որքանով են թիրախային, դրանք որքանով են ընդգրկում շատ լայն խմբերի։ Ահա դրանք են հարցերը։ Այսինքն կառավարությունը, սոցիալ նախարարությունը ներկայացնում է, որ մենք ավելի շատ ներկայացնում ենք կատարված աշխատանք, քան ունենք փաստացի թվեր։ Այսինքն եթե իրականացվում է զբաղվածության ծրագիր, տարբերակելով օրինակ 20 թվականի եւ 23 թվականի տեղահանվածների, սա փաստացի ցույց է տալիս Դուք մի փոքր առաջ եք եկել, խնդրում եմ այսպես։ Սա ցույց է տալիս, որ բոլոր ծրագրերի հիմքում ընկած են մի շարք պայմաններ, եւ այդ պայմանների պատճառով բազմաթիվ տեղահանվածներ զրկված են ծրագրերից օգտվելուց։ Եվ ես հիմա նույնիսկ չեմ էլ ուզում հիշել այն խնդիրները, հիմա որ սկսենք թվարկել, թե որ ծրագրի համար քանի խնդիր կա, դա մեր այսօրը չի բավականացնի։ Ոչ մի ծրագիր միանշանակ չէ, բոլոր ծրագրերը ունեն խնդիրներ, ունեն բազմաթիվ պահանջներ, պայմաններ եւ դրանով պայմանավորված է տեղահանվածների մեծ մասը նախընտրում է չօգտվել ծրագրերից։ Տիկին Պետրոսյան, նշենք, որ այս նոր ծրագիրը, որ իրենք սկսել են 50,000 աջակցություն անապահովներին, դրանց մեջ նաեւ ներառվում է այն մյուս աջակցությունը, որը ստանում են, այսինքն եթե մարդ ստանում է 30,000 դրամ, հուլիսից արդեն ստանա 30,000 դրամ, ինքն այլևս անապահով չի ըստ պետական տեսեք, դա հատուկ հաշվարկի միջոցով է կատարվում եւ ամբողջ ընտանիքի հաշվով ընտանիքի մեկ անդամի եկամուտը չպետք է գերազանցի 55,000 դրամը։ Այս պարագայում ընտանիքի անդամները ստանում են 40,000 դրամ դիմում ներկայացրած ընտանիքի անդամը եւ եւս 10,000 դրամ ընտանիքի մնացած անդամները։ Սա իհարկե դուք ճիշտ նշեցիք, հնարավոր է որ լինեն ընտանիքներ, օրինակ մեկ անձից կազմված ընտանիք, որը որևէ այլ եկամուտ չունենա եւ դիմի ծրագրին, ինքը իհարկե զուգահեռաբար կստանա եւ բնակապահովման եւ բնակվարձի դիմաց տրամադրվող արդեն 30,000-ը, որը շուտով 30,000 է դառնալու, եւ այդ 40,000 դրամը։ Հուլիսի 1-ից ինչքան եք ստանում։ Ուրեմն հունիս ամիսը 40,000 բնակվարձ, հուլիսի 1-ից մինչև դեկտեմբեր 30,000 դրամ։ Արդեն մայիսին առ այսօր չեն տվել։ 30,000-ը։ Չէ, հիմա 40,000 է։ Չեն տվել, հունիսի 1-ից էլ կրճատվել է։ Հունիսի 1-ից արդեն իսկ կրճատված է ծրագիրը եւ ուղղվելու է բացառապես խոցելի համարվող խմբերին։ Խոցելի խմբերն են 63 պլյուս տարիքի անձինք, առաջին երկրորդ խմբի հաշմանդամները, զոհվածի կերակրողին կորցրածի ընտանիքները, մինչև 18 տարեկանները։ Մի բան էլ հասկանանք, այդ 40,000-ները, որ տալիս են մեկ շնչի հաշվով, որ դուք բնակարանի վարձ վճարեք։ Հիմա մի ընտանիք բազմանդամ, ասենք 6-7 հոգի ունի, մի ընտանիք էլ 1-2 հոգի է, հոգուց է բաղկացած։ Այդ ո՞նց է այդ հաշվարկը ո՞նց են անում, որ կարողանան վարձը վճարել։ Վերջո վարձակալը չի նայում, չէ՞, քանի հոգով ինքը տունն է տալիս, ոչ թե մարդկանց շնչի հաշվով չի
գումարը ձևավորվում։ Իհարկե վարձակալական շուկայում կան հաստատուն թվեր, սակայն կան մինիմալ եւ մաքսիմալ, այսպես ասած, թվեր։ Մինիմալը բոլորի համար է, այսինքն անկախ դրանից մեկ անդամից կազմված ընտանիք է 2 թե 4, հնարավոր է լինի նույն գումարը, բայց այլ է երբ բազմանդամ ընտանիք է։ Շատ դեպքերում բազմանդամ ընտանիքներին փոքր տարածք քառակուսին չեն տրամադրում, եթե օրինակ բազմանդամ ընտանիքը մտածի, որ իր այսպես ավելի փոքր քառակուսի մետր տարածքով բնակարան կվարձի եւ մնացած գումարը օրինակ կտրամադրի այլ խնդիրների։ 80,000-ը բավարարում է, որ տուն վարձեք։ Բնականաբար ոչ,